Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, Կիրակի առավոտյան ժամը 10-ին այս կայանով։ Այս ծրագիրը բոլոր ծրագիրները հեռարձակվող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 10.4 ալիքով եւ ABC.tv ծերերախոսների վրա ինտերնետի միջոցով եւ Facebook-ի միջոցով աշխարհի որևէ տեղում կարող եք դիտեք, հետևեք բոլոր այն ծրագիրները, ինչ հեռարձակվում են այս ալիքի միջոցով։ Այսօր ես պիտի խոսեմ այս նյութերի մասին։ Պատերազմը Իրանի հետ, Ամերիկա-Իրան, փոթորիկը Արևելյան նահանգներում մեկ թրակ վայր են ընկնում կամուրջի վրա, տեսնեք, OpenAI-ի մասին պիտի խոսեմ, Կալիֆոռնիայի մասին մեկ ուրիշ նյութ ձեզ ցուցադրեմ, որ Կալիֆոռնիան աշխարհի, եթե երկիր լիներ, աշխարհի 4-րդ մեծ տնտեսությունը պիտի լիներ, քիչ հետո բացատրությունները, նրանից հետո Secret Service-ի մասին պիտի խոսեմ, մեկ արծիվ ցուցադրեմ, հետո մեկ թունելում accident է տեղի ունենում, դա ցուցադրեմ մեկ անձնավորություն, մեկ հաշմանդամի օգնում է, տեսնեք ինչպես է լինում, ծույի մասին պիտի խոսեմ, փոլիսի մասին, peptides, կարևոր մի բան, մի տեղ, որ հիմա FDA, Food Drug Administration-ը պիտի հաստատի, որ դուք ավել երիտասարդ մնաք, չծերանաք եւ այլն, չտեսնված խոսքեր են ասում այս տեղի մասին, դա ցուցադրեմ ձեզ, եթե առիթ եղավ, եւ մեկ accident truck-ի եւ գնացքից է ցուցադրեմ։ Իսկ նախքան խոսել այս նյութերի մասին, ինչ որ վերևում տվեցի, ուզում եմ հիշեցնել Շանթ հեռուստալիքը High Vision-ի միջոցով Հայաստանում հեռարձակվող Շանթը High Vision-ի միջոցով հեռարձակվում է Հարավային Կալիֆոռնիայում Spectrum-ի 1629 եւ 381 ալիքներով։ Եթե դուք բիզնես ունեք, ցանկություն ունեք այդտեղ ձեր գովազդը տեղադրելու, զանգարեք այս հեռախոսի համարին։ Իսկ ինչ կարող եք տեսնել, եթե դուք ունենաք այդ ալիքը, առավոտը Շանթում ծրագիրն է, հետո նրանից ժամը 8-ից մինչև 10, նրանից հետո երաժշտական մրցություններ, երաժշտական ձեռնարկներ, ֆիլմեր, սերիալներ, գիշեր ժամը 8-ին, գիշեր ժամը 10-ին թարմ լուրեր կլսեք Շանթի հեռարձակումները High Vision-ի միջոցով Հարավային Կալիֆոռնիան, որտեղ որ բնակվում եք, կարող եք դիտեք։ Իսկ հիմա ես ուզում եմ նաև խոսել, որ նախ ներկայացնի տան մեջ, թեև 5 դեմոկրատներ միացան ներեցուն, ռիպաբլիկներ միացան դեմոկրատներին, բայց ամենայն դեպս պաշտպանության նախարարության բաջետը, իհարկե սա ներկայացնի տան մեջ է անցկացել, ինչ որ բանց է կացնում, պետք է սենեթում անցկացնեն, հետո ուղարկեն նախագահին, որ նախագահ ստորագրի, կդառնա օրենքը։ Իսկ հիմա 1.150, ուրեմն 1 trillion 150 միլիարդ պաշտպանության նախարարության բաջետն է լինելու, որտեղ 250 բիլիոն ավել շատ է, քան թե նախկինը։ Ուրեմն պաշտպանության նախարարության բաջետը, այսպես այս երկրի բաջետը 6 միլիարդից ավել է, ուրեմն այդ 1/5-ը մոտավորապես լինելու է միայն պաշտպանության բաջետը, որտեղ այս երկրի պատերազմի մեջ է եւ ուրիշ խնդիրներ ինչ որ կա, ուրեմն այսպես բարձրանալու է։ Իսկ հիմա նա, երբ որ ներկայացնի տան մեջ անցել է, սենեթում պիտի անցկացնեն, որ կարողա դժվար լինի, այդքան չկարողանան հնարավորություն ունենան այսպես բաջետ անցկացնելու։ Մեկ ուրիշ հարց, որ որոշ ռիփաբլիքներ միացան դեմոկրատներին, որպեսզի նախագահ Թրամփին պահանջում են, որ զորքը
հետ քաշի եւ վերադարձնի Ամերիկա այս պատերազմի մեջ ինչ որ Իսրայելի խրախուսանքով ընկավ այս պատերազմի մեջ եւ մինչ հիմա 18 ամերիկացի զինվորներ են մահացել մինչ հիմա 37 միլիարդ 500 միլիոն ծախսեն են եւ կառավարությունը պահանջել է որ այս պատերազմը շարունակելու համար առնվազն 67 միլիարդ կամ ավելի գումար տրամադրեն, որ կարողանա պատերազմը շարունակի, ընդհանուր դա լինում է 100 միլիոն, 110 բիլիոն, այսինքն 110 միլիարդ միայն այս Իրանի պատերազմի ծախսն է լինելու, որ հիմա մեջ ունենք եւ նախագահը որոշել է ասել էր որ վերջին որոշումը կկատարի որ ավել խիստ ռմբակոծեն Իրանը մինչ հիմա 12 օր ռմբակոծում են Իրանը ամեն շարունակաբար ռմբակոծում են եւ Իրանը հարձակվում է ամերիկյան տարածքների կամ զինվորական բեյսերի խարիսխների որտեղ ամերիկան ունի Սաուդի Արաբիա ունի, պատկերացրել Հորդանանում ունի, Ղաթար եւ այլն կամ Քաթարում ունի, այսպես ասել են նրանք էլ ասել են աչքը պաշտպանության, այսինքն արտգործ նախարար ասած Արաքչի անունով Իրանի աչքը աչքի համար, եթե ռմբակոծում եք, մենք էլ այդ ամերիկյան կենտրոնները ռմբակոծելու ենք։ Ես հիմա ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել տեսնում եք Իրանն է սա Արաքչի սա որ Իրանի արտգործ նախարարն էր ում որ տեսնում եք Ամերիկայի արտգործ նախարարն է որ ասում է եթե չհամաձայնվեն խիստ ռմբակոծելու են այսպես նախագահը նաև նույնն է ասում այդ ռմբակոծման մասին հիմա իր որոշումը շուտով պիտի տա որ առավել խիստ ռմբակոծեն Իրան այստեղ տեսնում եք Saudi Arabian ասում է մեզ միացել է Abraham Accord Saudi Arabian միացել է մեկ խումբ որտեղ նախագահը պահանջում է որ այդ խումբերը Abraham Accord-ը Իսրայելի հետ մոտիկ հարաբերություն ունենան նախագահը ցեզ ցուցադրեցի Saudi Arabiայի թագաժառանգը այստեղ էր որ ատոմակայան կստեղծեն այնտեղ իհարկե խաղաղ օգտագործման համար էլեկտրականության եւ այլն այդ է նպատակ իսկ հետո այսինքն ստորագրումից հետո նախագահ Թրամփ ասաց եթե հարաբերություն չստեղծի Սաուդի Արաբիան իրեն հարաբերությունը գիտեք Սաուդի Արաբիան պահանջում է որ Պաղեստինը անկախ երկիր լինի ասում է մենք հрьяաների հետ հարաբերություններ չենք ստեղծելու մինչև պաղեստինցիները ունենան իրենց երկիրը հիմա նախագահը ասում է որ այդ ատոմակայանները ինչ որ խոսացել է պետք է այսինքն Սաուդի Արաբիան կառուցվի եթե Իսրայելի հետ հարաբերությունը այսինքն բարեկամական չլինի չեն կառուցի հիմա հետո երևի կանդրադառնանք որ ինչ է լինելու այստեղ տեսնում եք նախագահ Թրամփի պահանջն է որ Իսրայելի հետ Արաբստանը Սաուդի Արաբիան մոտիկ հարաբերություն ունենա քանի որ հիմա հարաբերություն չունեն ռազմա օդանավներն են դեպի Իրան գնում ու ռմբակոծում են ինչ որ այսպես տեսնում եք բայց ասեն է ավել խիստ ռմբակոծումներ լինելու վերջին երեք նաև ես ասացի 4 զինվորականներ մահացել են 3-ը Օրթանանում եւ մյուսը այդ արաբական երկրներում ամենայն դեպս ամերիկացի զինվորներն են որ վերջին ժամանակ մահացան եւ զոհերի թիվը ասել է 18 հոգու այսպես տեսնում եք իսկ հութիները որ քիչ հետո քարտեզի վրա կտեսնեք հութիներն ասել են հիմա որ ամերիկան ռմբակոծում է Իրանը գիտեք երկու նեղուց կա մեկը Հորմոզի նեղուցն է որ Իրանը այդտեղ է կոնտրոլանում ամերիկան պաշարել է Իրանի ծովային սահմանները որ ոչինչ նավերով ոչինչ Իրան չհասնի սա մեկ նեղուց է որ հիմա դժվարություն կա
իսկ մյուսը այստեղ տեսնում եք Եմենն եք տեսնում եւ այնտեղ կլորի մեջ տեսնում եք այստեղ մյուս նեղուցն է որ կարմիր ծովն այստեղ այստեղ տեսնում եք միջերկրականից այն վերևում իջնում են գալիս են այստեղ տեսնում եք Arabian Sea այստեղ տեսնում եք տեսեք Հորմուզի նեղուցն է իսկ սա բամանդեն տեսնում եք այստեղ նեղուցն է որ հութիները սպառնում են ասում են եթե ռմբակոծումը լինի Իրանի վրա մենք էլ ռմբակոծելու ենք թույլ չենք տա ոչ ոք այս արանքից անցնի սա մեծ խնդրեմ է լինելու աշխարհի 20% նավային բիզնեսը տեղի է ունենում այստեղ է տեղի ունենում այստեղ նաև 12-ից 15% տեղի ունենում բիզնես որ այստեղից բարձրանում են միջերկրական են գնում եթե սա փակվելու է սա նաև փակվելու է նավթը որովհետև տեսեք Սաուդի Արաբիան որ ամենամեծ նավթ արտադրող երկրներից մեկն է խողովակ կաշեց այս ծայրից Սաուդի Արաբիա մյուս կարմիր ծով տարեց որ եթե այստեղ փակվում է մասամբ կարողանան այստեղից նավթը ուղարկել արտադրել դեպի աշխարհ ուր որ վաճառում են եւ ուրիշ երկրները սրանք նաեւ միանում են այս խողովակին իրենք բայց հիմա եթե սա փակվել է Իրանն է փակել սա հութիներն են փակելու ուրեմն բոլոր այս արաբական երկրները դժվար կացության մեջ են լինելու նավթ արտադրելու համար խիստ դժվար է լինելու այստեղ տեսնում եք Եմենը որ ասացի քիչ առաջ 12-ից 14% կարմիր ծովի միջոցով է լինում 20%-ը Հորմուզի նեղուց նավթը ուրեմն բարձրացավ պատերազմի հետևանքով նորից $100 անցել է եւ դրա համար է տեսնում եք բենզինը միանգամից հանգացել է հիմա նախագահն է որ ասում է ես եկել եմ համոզմանը որ պետք է խիստ ռմբակոծեմ Իրանը ավել ուժեղ կամ հարված ավել ուժեղ է լինելու քան թե որևէ ժամանակ որ կատարել էինք դեռ Իրանը թվում է որ շատ ցավ չի ունեցել ուրեմն ավել ցավ է պատճառելու այստեղ ներկայացնի տան մեջ է որտեղ այս ինչ որ ձեզ ասացի ոմանք բողոքում էին որ Իրանին պետք է Ամերիկան իր զորքը հետ քաշի որ ձեզ բացատրեցի ներկայացնի տան մեջ մի երկու բան անցավ մեկ որ զորքը անմիջապես բոլոր դեմոկրատները եւ 4 ռիփաբլիկաններ միացան բայց այնպես էլի ռիփաբլիկանները մեծամասնություն են այդ բերումով զորքը հետ քաշեն մյուսը բյուջետը հաստատեցին որ քիչ առաջ ասացի 1 trillion 150 միլիարդ բյուջետն է լինելու պաշտպանության նախարարության Ես հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել փոթորիկ է տեղի ունենում արևելյան հարավային մասում Ամերիկա մեզ մոտ շատ շոկ է ամենայն դեպս եւ այսպես է լինելու մեզ մոտ այսինքն շոկ է լինելու իսկ ուր որ հիմա նայում եք այստեղ տեսնում եք Ալաբամա նահանգն եք տեսնում Նորթ Քարոլայնա անձրև է փոթորիկ է 24 ժամվա ընթացքին Նորթ Քարոլայնա 5 ինչ անձրև է իջել 13 սանտիմետր եւ որտեղ անցյալում շատ անձրև է իջել նաեւ այս տարածքներում այդ հողը արագորեն չի ներառում այս տեսնում եք այսպես Ալաբամա, Նորթ Քարոլայնա, Լուիզիանա, Թեքսաս, բորդերի մոտ Բերթա գիտեք փոթորիկները անուն ունեն այս փոթորիկը հիմա Բերթա անունն ունի եւ վաղ գիշեր փոթորիկը անցնելու է Ամերիկայից այստեղ տեսեք Ամերիկան է flash flood threat այդտեղ մի ժամվա մեջ պատկերացրեք 2 ինչ 5 սանտիմետր անձրև է իջել նրանք որ կանաչ եք տեսնում Ռալի, Նորթ Քարոլայնա եւ այսպես նաեւ հարավային Կալիֆոռնիա, Քարոլայնան,
հարավային Քարոլայնա, այնտեղ Ջորջիայի մի մասը, վերևում տեսնում եք նաև Բիրմինգհամ եւ այսպես տեսնում եք ամենայն դեպս ծովային մասում հյուսային Քարոլայնան այնտեղ 6 ինչ անձրև էր եկել, սա Հյուսթոնի մոտ է, Լուիզիանայի մոտ, որ այնտեղ նաև այստեղ աչում տեսնում եք անձրև 1-ից 4 ինչ, այսինքն 2.5 սանտիմետրից 10 սանտիմետր անձրև փոթորիկ է տեղի ունենալու, բոլոր նրանք, որ արևելյան նահանգներում դիտում են այս ծրագիրը, սա նկատի առնեն տեղի ունեցող փոթորիկը, անձրևը, որ մինչև երևի ուրբաթ երեկոյան տեղի ունենալու շարունակվելու է։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, մեկ թրակ ձեզ ցույց տամ, որ վայր է ընկնում, կամ ուզում եմ վայր ընկնի։ Իսկ ծրագիրը բանում է Բրբանկում գտնվող չափահասների դպրոցն է, Burbank Adult School, որտեղ 12 տարբեր դասավանդումներ է լինում, բոլորը անվճար է, Կալիֆոռնիայի նահանգը վճարում է, որ դուք կարողանաք ձեզ այս գիտությունը կրթական մակարդակը բարձրացնեք, եթե ուզում եք բուժքույր լինեք, օգնականը լինեք, եթե կոմպյուտեր չգիտեք, կոմպյուտեր սովորեք, կոմպյուտեր գիտեք, ուզում եք մասնակցված կոմպյուտերի դասավանդումների մասնակցեք, ատամնաբույժի օգնական լինեք, բժիշկի օգնական լինեք, եւ ասացի 12 դասավանդումները բոլորը անվճար, Կալիֆոռնիայի նահանգը վճարելու է, ձեզ օգնելու է եւ վերջում վկայական է տալու, որ այս նահանգ եւ 49, այսինքն բոլոր 50 նահանգներում Ամերիկայի այդ վկայականը ընդունված վկայականն է, որտեղ նահանգն է տալիս, սա անանուն դպրոց չի, որ վկայական է տալիս, բայց ոչ ոք չի ընդունում, այդ ընդունված վկայական չի, սրանք որ դուք պիտի վճարեք, գնաք մի բան սովորելու, սա նահանգն է ձեզ օգնելու, անպայման զանգարեք, դասավանդումները օգոստոսի 17-ից է սկսվում, բայց եթե սպասեք մինչև այն ժամանակ, հետո անցյալ անգամվա նման կլինի, որ կուզեք գրանցվեք, բայց առիթը չկա, որտեղ սահմանափակ է, անգամ մարդ է մասնակցում, սահմանափակվում է եւ չեն կարողանում առավել աշակերտ ընդունել։ Երևան Post-ն է հովանավորում ծրագիրը, Երևան Post-ը առաջարկում, եթե մի pound ծանրուց օդանավ ուզեք ղրգել Հայաստան, pound-ը $2.99 է, ծովի միջոցով, նավի միջոցով, մի ծանրուց իրենց հանձնեք, երկրորդ ծանրուցը անվճար ձեզ համար կտանեն Հայաստան, սա Grand Hills-ում է գտնվում Երևան Post-ը, նաև դուք կարող եք մահճակալ, սառնարան, սառույցարան, բոլոր սրանք նաև եթե տեղափոխվում եք կամ ուզում եք ձեր ազգականի համար ղրգել, կարող եք սրանք բոլորը ղրգել, մեքենա կարող եք ղրգել, եթե SUV է 1790, եթե sedan 1690, $800 զեղչված է այս գիները, ուր որ ուզում եք գնացեք հարցրեք 2500 եւ ավելի, այստեղ զեղչված է ձեզ կօգնեն։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture, հովանավորում է ծրագիրը։ Court Furniture Ամերիկայի խոշոր ֆուրնիչերի խանութներից մեկն է Washington նահանգում, Washington քաղաքում, New York նահանգում, New York քաղաքում, Oregon-ում, California-ում, Los Angeles-ում, Central Emerald փողոցի հատման կետում է գտնվում, Glendale-ում, իսկ Orange County-ում Euclid եւ 405 Freeway, Santa Ana-ում խանութ ունեն, ամենայն դեպս բոլոր մեծ խոշոր խանութ է ֆուրնիչերի, եթե նոր մատրես պիտի գնեք, անպայման այցելեք Court Furniture, խիստ զեղչված գին է առաջարկում, տարատեսակ մատրես են առաջարկում։ Շահին թուրն է հովանավորում ծրագիրը, Շահին թուր ձեզ է առաջարկում դեպի Ժապոնիա այցելություն, $3790, 10 օր է, սա all inclusive, ամեն ծախսերը ներառված է, չեք կարող այսպես միայն տոմսակ վերցնեք կարող է հենց այսքան լինի գնաք Ժապոնիա,
մնացած բոլոր հոթել եւ այլն իրեն ներառել են, ձեզ տանելու են 3 քաղաքներ, օգտվեք ծառայությունից։ Փիզարթինին հովանավորում է ծրագիրը, եթե մեկ փիզա կնեք, հաջորդ փիզան 50% զեղչ են առաջարկում, այդ համավասար 50% զեղչ է առաջարկում, սանդվիչներ ունեն, փիզաներ ունեն, հեռախոսը համարը գրված է, զանգարեք, խոսեք կվերադառնա։ Մեկ խոշոր տրակ, այսպես տեսնում եք, սա Հյուսթոնում պատահել է Big Rig, այսպես տեսնում եք, այսինքն երկու մեծ տրակ ակսիդենտ են ունենում, մեկը վայր է ընկնում, ներքևում, գիտեք, այս ֆրիվեյները մեկը վերևն է, մեկը ներքևն է, լանդ է անում կամ ընկնում է ներքևի ֆրիվեյի տակ, այդ ֆրիվեյի վրա ու մնում է այսպես կախյալ մնում է մեջ։ Կարողանում են վարորդին անեն, վնասներ է ունեցել, բայց հիվանդանոց են տանում, բայց տեսեք այսպես գլուխը տրաքի հասել է մյուս ճանապարհին եւ այսպես օդանավով իրեն հիվանդանոց են հասնում եւ կարողանում են փրկեն։ Երկու տրակները, երկար տրակներ, 18 wheelers, 18 անիվներով, գիտեք, ամենից տրակներից է առավոտյան պատահելներ, բայց եւ այնպես բոլոր այս ինչ որ պատահելն է, բայց վնասը բարեբախտաբար քիչ է եղել։ Սա միայնը չի, հիմա ուրիշ նաև էլի այս ճանապարհներում այստեղ տեսնում եք northbound գրում է freeway, այստեղ մեքենան վայր է ընկնում, մի տեսնում եք ջարդել է վերևից, վայր է ընկել ներքևը ու մեքենայի վերևը տեսնում եք ինչ վիճակում էր, ամենայն դեպս գալիս են մարդիկ, անմիջապես աշխատանքի են անցնում, մինչև fire department եւ այլ կան հասնեն, ամենայն դեպս 3 հոգի վիրավորված են, 3-ին նաեւ կարողանում են այդտեղ հիվանդանոց հասցնել, տեսեք որտեղից են գնեն ցած եւ մեքենան տեսեք ինչ վիճակ ունի, այս մարդիկ անմիջապես աշխատանքը սկսում են, երբ որ միջ fire department-ը գալիս է, հետո կարողանում են հանեն իրենց անմիջապես հիվանդանոց հասցնել ու փրկել իրենց։ Ես ուզում եմ խոսել OpenAI-ի մասին, այսինքն artificial intelligence, այսպես իմաստություն, որ համբյուտերը հիմա հին ժամանակ նաեւ այս տեսանյութի մեջ կտեսնեք, օրինակ sci-fi մեկ սերիալի նման էր, որ ինչպես համբյուտերները մարդիկ իրենց հրաման են տալիս, հետո համբյուտերը այնքան իմաստուն է դառնում, որ ինքը որոշում է, անձը, որ իրեն հրաման էր տալիս, չի լսում նրան։ Հիմա այդ է, որ OpenAI-ը, որ այսպես խելացությունը կամ իմաստությունը artificial intelligence-ը այսպես ստեղծված կամ հորինված իմաստությունը ասում են, որ վտանգավոր է դարձել, կարող է չլսի, վնաս հասցնի հանրությանը, այդպես ես հիմա այստեղ ցուցադրեմ OpenAI-ը, ասում են, որ մտահոգված է եւ դրա համար է Ամերիկայի օրենսդիր մարմինը մտածում են, որ պետք է այս համակարգի վրա kill switch լինի, այսինքն անջատելու հնարավորություն ունենա, որ համբյուտերը ինքը չփորձի իրեն կողմից առանց կոնտրոլ լինելու, տեսնում եք երկու մոդելը OpenAI-ի, այսինքն rogue գնացել է, այսինքն uncontrol է եղել, control չեն կարողացան եւ այդ security, որ թեստ են անում, որ արդյոք սա ապահով սիստեմ է, ուրեմն համբյուտերը չի հնազանդվել հրամաններին եւ ինտերնետի միջոցով իհարկե այսպես դժվարություն է ստեղծել եւ տեսնում եք երկու անգամ կամ երկու advanced մոդելները դժվար կացության է տրել այս
մարդիկ, որ իրենց պետք է կոնտրոլ անեն, այստեղ տեսնում եք, որ հիմա այդ ֆիլմերում ինչ որ տեսնում էինք, այստեղ sci-fi ֆիլմեր, որ անձը հրամաներ տալիս կամպյուտերին, հետո էլ կամպյուտերը իրեն չի լսում։ Սա սերիալ էր 2001 թիվ, այդ տարիներում այնտեղ գրված է, ցույց էին տալիս, որ ինչպես նախ կամպյուտերը լսում էր այդ օրինողներին, աշխատողներին, սա ֆիլմ էր, այսինքն նախատեսում են ինչ որ հիմա գոյություն ունի, նախատեսեն նման բան ունի։ Հետո կամպյուտերը սկսում է անձիկին, որ իրենց կոնտրոլ պետք է անեին, չէր լսում, ու այսպես դժվար կացություններ տնում մարդկանց այդ սերիալի մեջ կամ այդ ֆիլմի մեջ։ Ես հիմա նաև ձեզ ուզում եմ ցույց տալ Կալիֆոռնիան աշխարհի 4-րդ մեծ տնտեսությունն է աշխարհում։ Եվ հիմա տեսնենք 50 նահանգ կա այստեղ Ամերիկայում, ամեն նահանգը մեկ իրեն բյուջեթը, մեկ ուրիշ երկրի բյուջեթի կամ այդ տնտեսական չափ է, տնտեսության չափ է։ Օրինակի համար Կալիֆոռնիան այնտեղ տեսնում եք, աշխարհում ամենամեծ տնտեսությունը բնականաբար Ամերիկան է, ինչ որ ավել մուգ է, ավել 4-րդը տեսնում եք Կալիֆոռնիան է, այդտեղ տեսնում եք ինչ որ գույնը բացանում է, այսինքն ավել տնտեսությունը փոքր է։ Հիմա ես ուզում եմ ձեզ ասել, որ Ամերիկայի ընդհանուր gross domestic product, այսինքն ինչ որ գումար է այստեղ լինում, ես սեզ եմ վճարում, դուք գնում եք էլեկտրականության գումար եք տալիս, ինչ որ գումար շրջանառության մեջ է Ամերիկայինը 32.37 տրիլիոն է, 32.37-ը։ Երկրորդ մեծ տնտեսությունը Չինաստանն է, որ 20 տրիլիոն է այդ տնտեսությունը։ Հետո նրանից հետո Գերմանիան է, որ 5.45 տրիլիոն է։ Նրանից հետո Ժապոնիան է, որտեղ Ժապոնիայի տնտեսությունը, իհարկե Ժապոնիայից հետո բնականաբար Անգլիան է եւ այսպես, Ժապոնիայի տնտեսությունը մի քիչ փոքր է Կալիֆոռնիայի տնտեսություն։ Տեսնում եք, Կալիֆոռնիայի կարմիր, տեսնում եք վրան գրված է Japan կամ Ժապոնիա։ Ուրեմն միայն Կալիֆոռնիան տնտեսություն մի փոքր մեծ է, քան թե Ժապոնիայի։ Օրինակ այստեղ Թեքսասն եք տեսնում, Թեքսաս նահանգի վրա գրված է Italy։ Ուրեմն Թեքսաս նահանգի լրիվ տնտեսությունը համահավասար է Իտալիա երկրի համահավասար է։ Այստեղ նաև մեր հյուսիսում տեսնում եք ամենավերևում, այն վերևը գրված է ամենավերև Վաշինգտոն նահանգը Թայվան է գրված։ Ուրեմն միայն Վաշինգտոն նահանգի տնտեսությունը հավասար է Թայվանի հետ։ Այստեղ տեսնում եք Չիլի գրված է կամ Շիլի գրված է, ուրեմն Օրեգոն նահանգը միայնակ իր տնտեսությունը համահավասար է Չիլի երկրին կամ Չիլի երկրին։ Ադրբեջանը տնտեսությունը այստեղ տեսնում եք տարբեր նահանգների համահավասար է տնտեսությունը։ Այստեղ Սինգապուրն եք տեսնում, որ այստեղ է Յուտան նայում եք, տեսնում եք գրված է Ֆինլանդիայի հավասար է իր տնտեսությունը, այստեղ Սինգապուր գրված է, այսպես Կոլորադո նահանգն է համահավասար է, այս մեկ նահանգի տնտեսությունը այդպես է, արդեն Թեքսաս ես ասացի, Իտալիայի միայն Թեքսաս նահանգը այդպես է, երբ նայում ենք այստեղ նաև տեսնում եք Ինդոնեզիա, ուրեմն Ֆլորիդա նահանգի տնտեսությունը համահավասար է Ինդոնեզիայի հետ համահավասար է, Թայվանը հավասար է այստեղ Ջորջիա նահանգի հավասար է,
Եվ այսպես տեսնում եք, Չեխ Ռիփաբլիկը հավասար է հարավային Քարոլայնայի հետ հավասար է, Թայվանը հյուսիսային Քարոլայնայի հետ հավասար է, Շվեյցարիան Փենսիլվանիայի հետ իր տնտեսությունը համավասար է, Կանադան, որը մեր հյուսիսում է, Նյու Յորք նահանգի տնտեսությունը հավասար է, միայն այս Նյու Յորքին հավասար է ընդհանուր Կանադա երկրի տնտեսության համահավասար է, այսպես տեսնում եք, ես ուզեցի Հունգարիան եք տեսնում եք նահանգի հավասար, այսպես տեսնում եք ամեն նահանգ համահավասար է մեկ երկրի տնտեսության հետ, դրա համար է, որ Ամերիկայի ընդհանուր բիզնեսը, այսպես gross domestic product-ը Ամերիկայի ասացի 32 տրիլիոն է, պատկերացրեք երրորդ ամենամեծ տնտեսություն ունեցողը Գերմանիան է, 5 տրիլիոնից մի քիչ ավել տնտեսություն ունի, այսինքն Գերմանիայի 6 անգամ կամ ուրիշ երկրներ դեռ հիշեք Գերմանիան երրորդ ամենամեծ տնտեսությունը, ուրիշ երկրներ մտածեք, այս երկիրը մասամբ մեծ թվով երկրների տնտեսության համահավասար բիզնես կա այս երկրում։ Ես պետք է դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պիտի խոսեմ Secret Service-ի մասին, որ տեսնեք փոխնախագահի այս այցելություններից, աշխատանք ինչ որ անում է, մեկը բողոքում է, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Մարգարյանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք վարձակալ եք, վարձրեք մի ապարտման կամ վարձրեք մի տուն կամ առանձնատուն եք վարձել, պիտի մաքուր լինի, բնակելի լինի։ Եթե մուկ կա, եթե մրջուն կա, պահարանը բացում եք, միջատներ են գնում գալիս, դա բնակելի չի։ Ձեզ պիտի հատուցում տան դրա համար եւ մաքրեն իհարկե։ Կալիֆոռնիայի որևէ քաղաքում ապրում եք չի տարբերում։ Սան Դիեգո եք ապրում, Լոս Անջելես, Գլենդել, Բերբենք կամ Սան Ֆրանցիսկո եք ապրում, տարբերություն չունի։ Որևէ քաղաք Կալիֆոռնիայում կարող եք զանգարեք, փաստաբանի հետ խոսեք։ Դուք ոչինչ չեք վճարում։ Դուք բոլորը իրեն հետ խոսեք, ոչինչ չեք վճարում, մինչև ինքը կարողանա հատուցում ստանա, հետո կվճարեք իրեն։ Որ նախապես դուք ոչինչ չեք վճարում, ոչինչ չունեք կորցնելու, եթե չհաջողի, չկարողանաց այս համար գումարը, ապա ովի դուք ոչինչ չեք, պարչեք, ոչինչ չկա այնտեղ։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է աչքի վիրահատող բժիշկ է, 7 կենտրոններ ունի, 3 որ մեզ է ամենամոտիկն է, Գլենդելում սա հեռախոսահամարն է, աչքի վիրահատող բժիշկ է, սա հեռախոսահամարն է, ձեզ մոտ արձանագրեք, Փասադինայում սա հեռախոսահամարն է, Orange County-ում հեռախոսահամար, եթե դուք Orange County եք բնակվում, որևէտեղ Orange County եք, որտեղ Orange County-ն փոքրիկ county է, կարող եք այցելեք այս փորձառու մասնակետի հետ հանդիպեք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Ստեփանյանն է հովանավորում, դեմքի գեղագիտական աշխատանքներ պիտի կատարվի զանգարեք եւ Serve Pro ընկերությունն է հովանավորում։ Եթե ձեր տուն մի խողովակ պայթել է տան մեջ, դժվար կացությանը մեջ է ձեր ստրել, հրդեհ է տեղի ունեցել, նաեւ եթե նոր է կառուցել շենքը, պրոֆեսիոնալ մաքրման կարիք ունի, բոլոր այդ հարցերով, սա պրոֆեսիոնալ աշխատողներ են, ինչ որ գալու են, սա տունը չեն մաքրում, այլ այդպես մեծ աշխատանք, եթե բնակարանում կա, կամ ավելացրել եք մի մաս շենքին, պրոֆեսիոնալ պիտի կան մաքրեն, զանգարեք Serve Pro, այս հեռախոսահամարն է կվերադառնա։ Հունվարից մինչ հիմա 10,000 անգամ սպառնացել են երկրի փոխնախագահ J.D. Vance-ին, որ կջարդեն, կփշրեն, իհարկե միշտ է պատահում, որ սպառնում են փոխնախագահային, նախարարին, սա 40%-ով ավել է, քան թե անցյալ տարի նույն ժամանակահատվածում շատ ավելացել է այդ սպառնալիք զանգարումները, նամակներն է, email ուղարկելը ավելացել է։ Իսկ փոխնախագահ J.D. Vance
օրինակ, որովհետև երկար տարի է, որ նախագահները, փոխնախագահները փոքր երեխա չունեն։ Մի քանի օր առաջ իր 4-րդ երեխան ունեցավ փոխնախագահը։ Վերջին անգամ որ փոքր երեխա եղել սպիտակ տան մեջ կամ փոխնախագահի մոտ կամ նախագահի մոտ նախագահը ունեցել են Ջիմի Քարթերի ժամանակ է եղել։ Նրանից առաջ նախագահ Քենեդիի ժամանակ 1960-ին, Ջիմի Քարթերը 1980 թվականներին։ Հիմա առաջի անգամ են նորից նախագահը փոքր երեխաներ չունի, բայց փոխնախագահ փոքր երեխաներ ունի։ Եվ որովհետև իր երեխաները տարբեր դասի են գնում, պարի դասի են գնում, բեյսբոլի դասերի են մասնակցում, իրեն հելիկոպտերով են տանում։ Եվ որովհետև այս երեխաներին ինչ որ այստեղ այնտեղ է տանում հաճախ ժամերը ավել հստակ չի, ուրեմն վերջին վայրկյանին սրանց կանչում են։ Օրինակ նախագահի համար սկզբից գիտեմ, որ նախագահը այսօրը հիմա եթե մանրամասը այդ իր թիկնապահներին չեն բացատրում են, ասում են այսօրը ժամը 8-ին նախագահ պետք է Սպիտակ տունից հելիկոպտերով օրինակ հեռանա կամ օդանավով, այդպես է։ Բայց ամեն ինչ հստակ է, գիտեն սկզբից իր ծրագիրը որն է։ Իսկ փոխնախագահին այս ժամանակ միշտ այդպես չի, ամեն ինչը տեղին էր լինում։ Եթե երեխա ունեք, դուք գիտեք, հանկարծ մի բան է պատահում, երեխան մի բան է ասում, մի տեղ պետք է տանեք եւ այլն, նույնն է, փոխնախագահն էլ փոքր երեխա ունի, ուրեմն այդպես է վիճակը, ուրեմն այս իրեն security անդամներից մեկը, որ անցյալում նաեւ ասել էր, որ չի սիրում այս նոր նախագահ, փոխնախագահին ոչ մեկ ինչ չի սիրում եւ մտածում էր, որ ավել Բայդեն ավել լավ մարդ էր կամ ավել նախագահ էր, ամենայն դեպս այսպես բողոքներ էր արել եւ նաեւ բողոքել էր, որ մինչեւ վերջի վայրկյան ինքը չգիտի, որ հիմա իրեն կկանչեն միտեղ գնա, հետները թե չգնա, որտեւ անմիջական շատ է պատահում, երբ որ երեխա ունեք, հանկարծ կարիքը կա մի գործան։ Ես այստեղ ուզում եմ ցույց տալ ձեզ, որ փոխնախագահն է եւ հետո այդ անձի արտահայտություններից Թամաս Էսկաթո անունով անձնավորությունը բողոքել էր։ Այստեղ տեսնում եք փոխնախագահին եք տեսնում, եթե օդանավով է ավել հստակ է։ Հիմա այդ անձին աշխատանքից հանել են եւ ղեկավարը, այս Secret Service-ի ղեկավարը ասել է, որևէ անձ, որ այսպես վտանգում է, որովհետեւ ինքը ասել էր եւ ասել որ ժամերին անժամանակ կանչում են ուշ շուտ այս ժամի այն ժամի ուրեմն ասում է այդպես աշխատանք իրենց Secret Service-ի ղեկավարներից ասում է անընդունելի է եւ թույլ չենք տալու այդպես արտահայտություններ սրանից հետո անեն այսպես տեսնում եք անձնավորությունը իհարկե հոգնել էր վերջի վայրկյանին իրեն ասելու որ հիմա գնում ենք այստեղ, հիմա պետք է այստեղ լինես եւ այսպես տեսնում եք MS-ում ասելներին ամենայն դեպս Joint Base Andrews այդտեղը որ փոխնախագահ այդտեղ է մնում հիմա փոխնախագահ նաեւ որովհետեւ 4 երեխա ունի Washington-ի շրջանում նաեւ բնակարան է վարձել ավել դժվար Secret Service-ի համար այստեղ տեսնում եք եւ այսպես 10000 սպառնալիք է ունեցել, ասացի քիչ առաջ 40%-ով սա գերազանցում է անցյալ տարիների այս նույն ժամանակահատվածում 40% ավել ընդհանուր 10000 սպառնացել են դրանց մեջ նաև եթե հիշեք Վաշինգթոնում նախագահը երբ որ մեկ խնջույք էր մասնակցել որ վաղը այդ նույն խնջույքը կրկնվելու է մեկ հոգի հրացանով գալիս է Secret Service-ն այդ հոթելի մեջ հետո կրակում են տեսնում եք նախագահն իրեն հանում են այդ տեղից իրեն բարձրացնում ու Secret Service-ը դուրս է անում իրեն ամենայն դեպս ինչ որ կատարվել էր ամիսներ առաջ երբ որ նախագահը ներկա էր Վաշինգթոնում մեկ հոթելի մեջ հիմա նույն խումբը վաղը հավաքվելու են նախագահի ճառը լսելու որտեղ այդ օրը չկարողացավ իր ճառը ասել
բիզնեսի ղեկավարությանը։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ, արջի մասին պիտի խոսեմ, նաև թունելի մասին։ Իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Ջահանգիրն է, Փարքր Ջահանգիրն է հովանավորում, եթե ալերժի եւ ասմայով տառապում եք, զանգահարեք, մասնակետն է 30 տարվա փորձառությունով Գլենոքս փողոցի վրա է գտնվում։ Ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն 1928 թվականից աշխատում է $1000-ից մինչև $500,000 արժողությամբ դաշնամուր կա այնտեղ։ Անպայման այցելեք երկու հարկի մեջ 600 դաշնամուր գոյություն ունի Hollywood Piano-ը։ Անպայման արժի տեսնեք այս խանութը մի բան է, որ գեղեցիկ դաշնամուրներ կգտնեք այդտեղ, անգամ եթե կարող եք գնալ, որ տեսնեք այս դաշնամուրները ինչքան գեղեցիկ են։ Ռաֆիս Մարքետն է հովանավորում ծրագիրը։ Ռաֆիս Մարքետը ձեզ առաջարկում պատրաստի ճաշ, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, բրբանքում եք Գլենդելի ճիշտ հարևանությանը կվերադառնա։ Ընդհանուր առմամբ արջը մարդու չի հարցակվում։ Մի տեսակ որ կարող է հարցակվի սև տեսակի արջն է, եւ եթե որևէ կենթանի ծագ ունենա կարող է անձի վրա հարցակվի, որտեղ միշտ մտահոգված են, միշտ ուզում են հովանավորել իրենց ծագին, բայց ընդհանուր առմամբ մարդկանց վրա չեն հարցակվում։ Ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ մեկ արջ Կանադայում, եւ բնականաբար այս անձը իր շան հետ եւ երեխի հետ է լինում, կնոջ հետ քայլում են, իսկ լրիվ աղմկում է, հետո կտեսնեք ձեռքերը բարձրացնում է, որ մեծ երևա, շատ կարևոր է, որ դու կենթանում մոտ որևէ կենթանի ինչ մեծ երևա, ինքը կենթանին անձից վախում է եւ պիտի բարձր ճչալ աղաղակել, տեսնում եք հուլիսի 19-ին երեսա տեղի ունեցել, սա Կանադայում անտառի մեջ է եւ հետո արջը թողնում հեռանում է։ Սա միակ դեպքը չի, նաեւ նորից պատահում է գրիզլի, այս անգամ գրիզլի, տեսեք ինքն էլ անձը իրեն կանգնում ձեռքը բարձրացնում է, այս արջն էլ կանգնում է ձեռքը տեսնում եք, այսինքն կանգնում է, որ ավելի ինքը նաեւ մեծ երևա, որ երևի արջն էլ խելացի է, մտահոգված է, որ անձը կարող է իրեն վնասի, դրա համար կանգնում է, որ ձեզ վախեցնի կամ անձին վախեցնի, դրա համար եթե կենթանու տեսնում եք ձեզ դեպի ձեզ է գալիս սովորաբար ասած եթե ծակ չունենաք կենթանին չի ուզում մեկին վնաս հասցնի մանավանդ արջը անպայման ձեռքերը բարձրացնելով աղմկեք ինչքան կարող եք բարձր ով էլ ձեզ հետ կհայտարեք եւ հետ գնացեք ինչպես որ այդ անձը քիչ առաջ ձեզ ցուցադրեցի ամենախելացի աշխատանք կլինի ես ուզում եմ հիմա մեկ Բոստոնում Մասաչուսեթ մեկ թունել ցույց տամ, եթե կարելի է նահանգում ես թունելները շատ կան Նյու Յորք եւ այլն, եւ տեսեք մի մեքենա ինչպես է գնալիս է լինում ու հանկարծ ճանապարհից դուրս է գալիս, այսպես հետո պատկերացրեք թունելի մեջ պիտի կան լրիվ թրաֆիկը կանգնում է բնականաբար, ամենայն դեպս բարեբախտաբար մարդկային վնասներ չի լինում, թե մեքենան ջարդվում է։ Ես ուզում եմ ցույց տալ երբեմն մարդիկ բարի են Արքանսա նահանգում մեկ անձ այստեղ կանգնած է տեսնում է այստեղ մի քիչ բարի պիտի բարձրանա չի կարողանում անձը անցնի տեսեք իջնում է մեքենայից անձին արագ հասցնում է մյուս կողմը բայց եթե այդպես գործ եք անում պետք է շատ ուշադիր լինեք որտեղ ուրիշները անհամբեր են մարդիկ եւ կարող է տեսնում եք ջրակը կանաչ է դարձել իրենց համար կամ հակառակ մայթի համար դրա համար պետք է շատ հիանալի է իրեն գնահատում են բայց եւ այնպես եթե նման վիճակի մեջ եք լինում օգնել է շատ հարկավոր է մարդկանց բայց ուշադիր եղեք որ ձեզ չվնասեք ես ուզում եմ խոսեմ ծույի մասին որ ռիքալ է եղել ծույում ասում են սալմոնելա հիվանդությամբ բայց ոչ ոք չի հիվանդացել ընկերությունները գիտեք այս
տեսակը, եթե կա country morning, այս անուններով է, grade A eggs, եթե այս տեսակներն է վերցնում եք ու շատիր եղեք, որ չեք արեք տեսնեք jumbo eggs տեսնում եք, այս տեսակները այս վարքյանից ավել արևելյան նահանգներում է 1.5 քարթոն, այսինքն այս ծուերից հանեն են մտահոգվելով, տեսնում եք տարբեր տեսակներն է, թիվը գրված է հուլիս 21-26, եթե գրված է հուլիս 21-26, եթե չօգտագործեք ավել հարմար կլինի, որպեսի մի դեպք չպատահի։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ փոլիսի մասին խոսեմ, peptides, ձեր կյանքը կարող եք երկարել, տեսնենք ինչպես, եւ մեկ գնացքը եւ տրաքի accident-ը ցուցադրեմ, ծրագիրը ովանավորում է անրեղարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը, եթե ձեր բնակարանում կամ օֆիսում հրդեհ է տեղի ունեցել, bankruptcy պիտի ֆայլանեք, accident եք ունեցել, զանգարեք այս հեռախոսահամարին, փաստաբանի հետ խորհրդակցեք։ Ծրագիրը ովանավորում է դոկտոր Իբրահիմի ովանավորումը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, այս հեռախոսահամարին զանգարեք։ 4 կենտրոններ ունի, Orange County, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616 իսկ Colorado փողոցի վրա է գտնվում։ Սոնաֆե տարածքների կենտրոնն է ովանավորում ծրագիրը, Sunland քաղաքում է գտնվում, Սոնաֆե տարածքների կենտրոն, բայց իրենք բաս ունեն, մինիբաս ունեն, ցես կտանեն կվերադարձնեն, որպեսզի ձեր հասակակիցների հետ այնտեղ լավ ժամ անցկացնեք, խաղեր կա այնտեղ, խոսել բոլորը։ Jackpot-ն է ովանավորում ծրագիրը, Jackpot-ը նոր հագուստ, կոշիկներ, մանավանդ բերելն են արտասահմանից, Pacific փողոցի վրա է գտնվում Jackpot-ը, անպայման այցելեք, Անաշե Gift-ն է ովանավորում ծրագիրը, եւ ինչ որ տեսնում եք այս ֆանը, որտեղ ուզում եք դուք նայեք նույն տեսակը, նույն մարքան, նույն պատրաստված նույն գործարանի կողմից, ամենաիժանը գտնեք $31, Walmart-ում է $31.99 է, նույնը իրենք առաջարկում են ձեզ $19.99, Անաշե Gift-ը գտնվում 1937 West Glenox փողոց կվերադառնա։ Դուք տեսնում եք peptide, մի նոր, երբ որ մի տեղ են առաջարկում, հիմա որևէ հարցի համար է, Food and Drug Administration, այս բժշկական մեծ կենտրոն, մեկ կոմիտե ունի մասնակետ բժիշկների, օրինակ մի տեղ նոր ուզում են առաջարկում են սրտի համար, ստրոկի համար, կամ որևէ բանի համար, այդ panel-ը, այդ խումբը, բժիշկների խումբը, հետո առաջարկում է Food and Drug Administration, որ դուք սրան հաստատեք, ապահով է մարդիկ կարող են օգտվել։ Ու այդ գործարանը ինչ որ առաջարկում է, մի քանի տարի մենակ ինքն է պատրաստում այդ տեղը, շատ թանկ է լինում։ Դրա համար հետո դառնում է ջեներիկը։ Հիմա այս տեղը ինչ որ առաջարկել են այս կոմիտեն առաջարկել, որ հարմար է peptide-ը, ինչ որ այստեղ տեսնում եք, հիմա քիչ հետո պիտի ցույց տամ, սա նյութափոխանակության համար է, որտեղ մետաբոլիզմի համար է, բոլորը վերքերը դարմանում է, մետաբոլիզմը տեսնում եք այդտեղ, արագացնում է, ու երևի ինչ որ ուտում եք եւ նյութափոխանակությունը արագացնում է, ուրեմն վերքերը վերատում է եւ մետաբոլիզմը լավացնում է եւ ամենակարևոր, որ slow down aging, որ չծերանաք, այս տեղը աշխատում է, որ տանդաղացնի, որ տանդաղապար ծերանաք, էլ դրանից ավել լավ ինչ պիտի լինի։ Food and Drug Administration-ը 7 ընկերություններ, նույն բանը առաջարկում են, որ իրենք ասել են, որ սրանցից մի քանիսը շուտով ընդունելի է լինելու։ Անգամ նախարարը
Health and Human Services-ի նախարարը Քենեդին, որը նախկին Քենեդիների ընտանիքի անդամն է, նա ասում է ես ինքս օգտվում եմ, այստեղը արդեն ես օգտվում եմ եւ ապահով տեղ է մարդկանց համար եւ այսպես տեսնում եք ասացի առավելությունները երբ մինչեւ հիմա դեռ չեն կարողացել ասեմ որ ապահով է եւ ազդեցիկ է խոսվում է այս մասին ոմանք մտահոգություն են հայտնում իր տարբեր տեսակն է լինելու օրինակ կարող է անձը օգտվի հիմա ինջեկտ անի իրեն սրսկեն սփրեյի նման կարող է լինի եւ կարող է հաբի նման լինի ամենայն դեպս դեռ օգտագործումը չկա բայց շուտով տեսնում եք այստեղ Ռոբերտ Քենեդի Ջունիորը որը ասում է ես ինքս օգտվում եմ նման բանը օգտվում եմ շատ օգտակար է եւ դանդաղաբար է անձը ծերանում հիմա այստեղ տեսնում եք մեկ ծրագրի մեջ ինչ որ մասնակցել էր ինքը այդպես արտահայտվեց եւ եթե այս փանելը արդեն մտածում է մասին որ հաստատեն բժշկական այդ խումբը FDA պետք է հաստատի եւ սրանից հետո կառաջարկեն ամենտեղ բժիշկները պետք է ցես տեղատոմս գրեն որը նախատեսում է որ բիլիոնավոր դոլարի բիզնես է լինելու այս որ անձը հաբերտնի կամ սրսկի իրեն որ չծերանա շատ հարմար է Ծրագիր եկավ իր ավարտին ցես կհանդիպեմ վաղը մի շնորհանդիպում